Վանչո ոնց ես վանչո Արի դե արի Ես էլ այստեղ չեմ եղել, չէի պատկերացնում, որ այսքան դուր։ Թվում էր ավելի ուղիղ է։ Բայց լավ է որ եկել եք։ Բանական համալիր թեժառույք։ Կապենք քեվից։ Io ti
Yeah.
Չէ որ աշտարակի վրա է դրվում, արծածու բան չկա, որ չբացայնի, և գաղտնի բան չի ելել, որ իհայտ չգա, թե մեկը լսելու աղանջ ունի թող լսի, ապա նրանց ասաց, ուշադիր եղեք ձեր լսածներին, լսողների դավերին կտրվի, չափով որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար, ով ունի նրան կտրվի, իսկ ով չունի նրանից կվերցնի նաև այն ինչ ունի։ Հիսուսը շարունակեց. այսպես է Աստծո արքայությունը, որ վեստերի մարդ փողի մեջ սերմեր ցանի, և նա ննջի թե վեր կենա գիշեր թե ցերեկ, սերմերը կպուստեն և կաչեն, և նա չի իմանա թե ով ինքնաբերաբար վերք է տալիս։ Նա խոտը ապահասքը և ապալեցում ցորենը հաստի մեջ։ Սակայն երբեք տա իսկույն մանդախ ուղարկի, որովհետև ասած կլինի հնձի ժամը Եկեղեցի հաուտյանս Տեր առաջեսու
հուսքով, որ հոգով և ճշմարտության կեզ երկիր պատանեն, վասնցի ամենասուրբ երրորդությանը վայել է բար, իշխանություն և պատիվ, այժմ երկնիշ և ալիքյալ սավիտենից, օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոս ամեն, օրհնյալ Տեր Աստված, օրհնեցես ամենեսյան, ամեն, մի ոգ երախայից, մի ոգ իթելավայից, և մի ոգ ապաշխարողած և անհագից, մեր ձեսի Աստվածային, Համբարձեք իշխանքս դրունը զերիվեր, համբարձեք զդրուն կապիտենից և մտցեք թակավոր պարած։ Ով է սա թակավոր պարած, Տերը զոր զորության շուրով Տեր կարող իպասնազին։ Համբարձեք իշխանքս դրունը զերիվեր, համբարձեք զդրուն կապիտենից և մտցեք թակավոր պարած։ Ով է սա թակավոր պարած, Տերը զոր զորության շուրով Տեր կարող իպասնազին։ Սա ինքն է թակավոր պարած։ Օրհնյալ եկյալ անվամտյալն, օրհնյալ որ կարոս ես, օրհնություն ի բարձունս։
և խորամանկությամբ, մի պատրանով և պատմեությամբ, մի երկմտությամբ և մի թերավատությամբ, այլուր որով պարզ մտով միամիտ սրտի կատարյալ ավատով, լծյալ սիրով և առավելյալ ամենայն գործով բարության անցուկ աղոց առաջի սրբով սրանույս աստուծով, և գծուկ զորմության շնորհ, աղորայնության և իսկանգալության դյարումները և կրչին Իսուսի Քրիստոսի, կեցուսե որմեսի,
Սրբոց,
Ալելույա, լրաշար և աստվածազարդ համության Քրիստոսի Աստուծո մերով, երկիր պագաներ։ Սրբոստատելս և արդուրնոսի առակենոս, և գրիքորի լուսավորչի, արիստակեսի վրդանեսի, ուսկանի լորոսի, ներսեսի զահակա, տաների և կադա, մեծնոր բավարտապետին, և գրիքորին արեկացվույն, և ներսեսի կլայեցույն, ովանով որոտնեցույն, և գրիքորի և ովսեսի տատևացյաց, և սրբոս գրիքորիսյաց և ներսիսյաց, ովված և ողապետած Հայաստանյայց, և ծիշարակի սուր պատարակ սաղաչը, Իշադեր Եգորմյա Միանացելով սրբոց, առաքինացեր և աստվածասույց կրանավորած, Օսի Անտոնի, Պողա Մակարա, Օնոպրոսի Ապա Մարկոսի, Սրապյոնի Նեղոսի Արսենի և Ագրիպ Արսամա, Հովանեսյանց և Սիմոնյանց, Սրբոց Ոսկյանց և Սուկրեսյանց, և ամենայն սրբոց հարց և աշակերտելով սոցին ընդիեզես, և էցի իշատակի սուր պատարակ սաղաչը, Իշադեր Եգորմյա Աղավորած հավատացելով, սրբոց Արգարուկոսկյան Դանոսի կրթադա և Թյոդոսի, և ամենայն սուրբ և բարեպ աշխակավորած և աստվածասեր իշխանած, և էցի իշատակի սուր պատարակ սաղաչը, Իշադեր Եգորմյա ամենայն հավատացելով, սարած և կանած, զերոց և տվայոց, և ամենայն չապուասակի հավատով և սրբության մի Քրիստոս նրեցելով, և էցի իշատակի սուր պատարակ սաղաչը, Եվ
Սարավել, ասնանդությանը բունապետ ասմբերոց եշինողացար բոլիկ, էց վզվեր որնեն դովանյակ սորին են հանգության, ազատություն, և աշխվերոց գերենոց, և շնորարաչի կաշողողըքյան, հագես հավատար և սրկության մի Քրիստոս սատարելոս, և իցի շատակ ես ուրբ պատարակ սաչեն, ստամեն այլեր և ածամեն
Ամեն։ Ապա նրանց ասաց. ուշադիր եղեք ձեր լսածներին, լսողներին ավելին կտրվի, ինչ չափով որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։ Ով ունի նրան կտրվի, իսկ ով չունի նրանից կվերցվի նաև այն ինչ ունի։ Սիրելի ուխտավորներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս պատկամ է տալիս ասելով, որ ուշադիր եղեք թե ինչ եք լսում, որովհետև մեր ականջները գայթակղության աղբյուրներից մեկն են մեր զգայարաններից։ Այսօր աշխարհում մենք ամեն ինչ լսում ենք։ Այսօր աշխարհի շարժը շատ է, բարձր է, աղմուկն է բարձր։ Եվ քիչ տեղեր են, որ մարդը լռության է արժանանում, որտեղ ճշմարիտ լսողությունը պիտի աշխատի։ Ամեն ինչ լսում են։ Եվ այսօր փորձում են մարդկանց ներկայացնել ամեն տեսակ խեղաթյուրված տեղեկություն եւ ինֆորմացիա, որպես ճշմարտացիություն, եւ մենք լսում ենք։ Մենք լսում ենք, թե ազգային ժողովում ինչ է կատարվում։ Մենք լսում ենք, թե հարևանի տանը ինչ է կատարվում։ Մենք լսում ենք մեր կողքի նստածը ինչ է խոսում։ Մենք լսում ենք, թե արտասահմանում ինչ է, ամեն ինչ մենք փորձում ենք լսել, առանց անդրադառնալու, որ այդ լսողությունը մեզ խանգարում է ճշմարիտ լսելու ունակությունը ձևավորելու մեր մեջ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս այսօրվա ընթերցումներից մեկի Մարկոսի ավետարանի 4-րդ գլխում ասում է, որ ուշադիր եղեք եւ տեսեք, թե դուք ինչ եք լսում։ Ով ականջ ունի լսելու, թող լսի, որտեղ ում շատ է տրված նրանից շատ է լսելու է։ Հետևաբար, սիրելիներ, շատ կարևոր է, թե մենք մեր ականջը ինչի առջև ենք բարձրանում։ Ինչ ենք լսում մենք առհասարակ։ Տեր Հիսուս Քրիստոս քարոզում էր, խոսում էր արքայության մասին, պատկանում էր, եւ բոլոր հավաքվածները իրեն լսում էին։ Այդ բանին չկար մարդ, որ չլսեր։ Եվ շրջվում է հավաքացյալներին, ասում է ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Անկամ Տիրոջ խոսքի ժամանակ անուշադրություն էր մարդկանց։ Լսում էին, բայց ուշադիր չէին։ Ինչպես որ շատ դեպքերում եկեղեցիների սուրբ պատարագների ժամանակ, երբ զարգավագը բարձրաձայնում է, ասում է, որ պրոսվում է, այսինքն ուշադրություն, ասե Աստված, այսինքն խոսում է Աստված։ Միևնույնն է, մենք բացարձակապես անտարբեր ենք այդ խոսքի նկատմամբ, որտեղ մենք ուշադիր չենք, թե ինչ ենք լսում։ Որովհետև եթե իմանար մարդը, թե ինչ պետք է լսի, ըստ երևույթին կլսեր։ Մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք Տիրոջ խոսքի զորությունը զգալու մեր կյանքի մեջ։ Պարզ խոսքի, եւ մարդուն ասում ես, որ նոր գտակարան կարդա, կամ ավետարան կարդա, Սուրբ Գիրք կարդա, ասում է, որ հատվածը կարդա։ Կարծում է, թե ինչ-որ մի հատված կա, որ ավելի զորավոր է, քան մյուս հատվածը։ Տիրոջ խոսքը, սիրելիներ, ծննդոց առաջին գլխի առաջին համարից մինչև հայտնության վերջին գլխի վերջին համարը նույն զորությունն է, որովհետև պարունակում է Տիրոջ Սուրբ Հոգու ներկայությունը իր մեջ։ Եվ երբ մենք այդ խոսքին ականջ ենք դնում, բացվում է մեր ճշմարիտ լսողությունը։ Այսինքն Ադամը չլսեց իր Տիրոջը, այստեղից փակվեց Ադամի աչքն ու ունքը, չկարողացավ այլևս տեսնել ճշմարտությունը, որովհետև Աստված ասաց. Ադամ, չուտես այդ պտղից։ Ադամը չլսեց Տիրոջը։ Եվ այսօր, սիրելիներ, մեզ որպես ադամներ Տերը այդ պատկանն է տալիս, ասելով, որ բաց ականջդ լսի, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսով բացվեց լսելու մի նոր ճանապարհ մեզ համար։ Եվ այդ լսելու ճանապարհը Տիրոջ կյանքի մասին ճանապարհ։ Մեծերը խոսք ունեն, ասում է, ավելի լավ է մեկ անգամ տեսնես, քան հազար անգամ լսես։ Ամերիկա, գնացինք տեսանք Ամերիկաներ, Աստված պահի Ամերիկաներ, մեր հայերն։ Տեսնելը ուրիշ բան է, մտնել շոշափելը այլ բան է, հետը լինել մի այլ բան է։ Լսելը մեզ հնարավորություն է տալիս նախ տեղեկություն ունենալու, որի շնորհիվ մենք կարող ենք մտնել այդ դաշտ, մտնել Քրիստոսի տեսության սահմանի մեջ։ Սա չափազանց կարևոր է մեզ համար։ Դրա համար էլ ուշադրություն է պետք Տիրոջ խոսքը լսելու համար։ Իսկ ավետարանը մեզ տվեց այդ հնարավորությունը, որովհետև եթե առաջ մարդը լսում էր Աստծո մասին, Աստված գտնվում էր Սինայի վրա, իրանից հեռու։ Եվ ինքը հեռվից էր ծանոթ Տիրոջը։ Տարին մի անգամ Սփյուռքի հրեան պիտի գնար Երուսաղեմ, որպեսզի իր տաճարի մեջ Տիրոջը պաշտեր։
Եվ Տեր Հիսուս Քրիստոսով եկավ խոսքը ասավ մեզ, մեր կողքին էր։ Եվ մեզ պետք է ուղղակիորեն դառնալ Ադամին, այսինքն վերադառնալ որպես նոր Ադամ, բացել այն ճշմարիտ լսողությունը, որ ընդունակ է ընկալելու եւ սեփականացնելու Տիրոջ խոսքը։ Որովհետեւ ում տրված է նրան ավելի պիտի տրվի ասում է։ Ձեզ տրված է սիրելիներ։ Եվ երբ դուք ասում եք, որ քիչ է, մեզ բավարար չէ այս հավատքը, մենք չենք կարող բավարարվել, դեռ տկար ենք, էլի կտրվի, որովհետև ճշմարիտ լսողություն ունենք։ Բայց եթե մենք ճշմարիտ չենք լսի, Աստված ասում է, որ հերիք է, որտեղ դու քեզ վնասելու ես, դու լսելու ընդունակություն չունես, ծանրացնելու եմ քեզ, եւ դու չես կարողանալու քայլես։ Ուրեմն սիրելիներ, այս ուխտագնացությունը թող մեզ բոլորիս համար լռության ուխտագնացությունն է։ Չնայած ձեր մեջի ամենաշատ խոսողը ես եմ ու Արշակը։ Ես ինձ եմ Արշակը, չէ, ես ինձ առաջին։ Լռության ուխտագնացությունն է, որպեսզի այդ հոգևոր լռության մեջ սովորենք Աստծուն լսել։ Աստված խոսում է։ Աստված անընդհատ խոսում է։ Փսփսում է մեր մեջ։ Սա թող գեղարվեստական չլինի ասածս։ Անընդհատ փսփսում է։ Եվ մեզ ուշում է, մեզ օգնում է, մեր հրեշտակները դրա համար են։ Աստված անընդհատ մեզ կենսական ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի մեր լսելու կյանքը։ Իդեպս ավետարանի, Տիրոջ կյանքը։ Մեզ պետք է ուղղակի մի բան լուր մնալ, բացարձակապես, լրացնել միտքը, ավելորդ ծանրաբեռնվածությունից, լրացնել սիրտը, ավելորդ հոգնությունից, լրացնել հոգին, ավելորդ աղտեղությունից, որ մեղքերի պատճառով է։ Եվ այդ բացարձակ լռության մեջ ասել Տեր, խոսա, լսում եմ։ Ինչ ես ուզում ինձ, ասես, ասա։ Կամ ինչ ես ուզում որ անեմ, ասա։ Խոսեք Տիրոջ, լուր բայց, ձեր մեջ, ձեր անձերի մեջ, ձեր ուխտավորի թիվ մեկ առաքելությունն է սա, որովհետև ձեզ պիտի տրվի, դուք էստեղից պիտի իջնեք, կգնաք տուն, վաղը կհիշեք այս ուխտագնացությունը, մեկը կդժգոհի, մեկը քով կնի, մյուս օրը կհիշեք, երրորդ օրը կմոռանա, կանցնի, քիչ առաջ Արշակին է ասում, ես եմ կանցնի։ Ինչ է այստեղ ձեզ մնալու այն լռությունը, որ ձեզ հետ պիտի տանի, որի մեջ Աստված խոսում է։ Սա բացարձակ ճշմարտություն է սիրելի։ Եթե դուք չտարաք Աստծո ձայնից մի նշույլ ձեր մեջ ստեղից, մնացեք ստեղ, վրան խփեք, սպասեք Տիրոջը։ Պիտի տանեք, որտեղ ձեր այստեղ լինելը դա է, եւ դուք ունեք դրա համար եք այստեղ։ Անհավատ մարդ այստեղ չէր գա։ Մեր այդ ճամփա չէր դուրս գա անհավատ մարդ։ Հավատքի կյանքի հետ առնչություն չունեցող մարդը չէր գա։ Կվախենա, ասել հավատացյալների մեջ գնամ ինչ ան։ Դուք ունեք եւ դուք այստեղ պիտի վերցնեք, ավելացնեք։ Եվ ես մաղթում եմ, որ Տիրոջ ողորմությամբ մենք ամեն մեկը սանատապես ավելացնենք, մեր հավատքը ավելացնենք, մեր Աստծո հետ փոխհարաբերությունը ավելացնենք, բայց որպես կոնք, որպես համայն, որպես ամբողջականություն, կուզեմ, որ նախ եւ առաջ աղոթք բարձրացնենք ամեն մեկը ձեր մեջ կորած երեխայի համար։ Երկրորդը, աղոթք արեք մեր երկրի համար, աղոթք արեք իր անսասանության համար։ Աղոթք արեք, որ իմաստունը եւ իմաստությունը առաջնորդի այս երկրի։ Տիրոջ իմաստությունը առաջնորդի։ Ոչ թե սատանայի խապտանքը, սուտը եւ կեղծիքը, այլ Տիրոջ իմաստությունը առաջնորդի։ Սա կարեւոր է, որովհետեւ Տիրոջով պիտի երկիրը առաջնորդի, Քրիստոսով։ Եվ աղոթք արեք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի համար, քահանաների համար, չեք ասել, դա մեր համար մի համար։ Ես ձեր համար այսինքն աղոթք արեք բոլոր մարդկանց համար, որոնց մեջ դուք հավատացյալ եք, այն վայրի համար, որտեղ դուք հավատացյալ եք, ձեր տանը, ձեր ընտանիքը, ձեր եկեղեցին, ձեր հայրենիքը, եւ սա կլինի իսկապես ձեր նվերն ու ընծան այդ ամեն ինչին ում համար որ ինչի համար որ դուք հավատում։ Բայց ամեն ինչից առաջ թող Աստված ելի եմ ասում, առավոտը շնորհելով Պարեստասնի ձեր ոգիները, ձեր ուխտը կատարի եւ ձեր խնդրանքը լսի եւ հասցնի նպատակին։ Քրիստոս հայրի ներելոց։ Եվ մեզ համարձակացան բարբարով անարս վերանստել, կարտարս կես, երկնավորը
Հարություն, կավություն և տողություն մեղած, Սաղմոս ասացեք յարն աստիծոմելով, Սաղմոս ասացեք երկնավոր թագավորիս մերում անմայի, որ նստի կարս երովեական։ Դեր վաշականի կպրեք խոստովանություն անի, ովքեր ոչ են խոստովանություն անհավոր չմեն։ Ամենասուրբ երրորդ Տիրանն, Հոր և Որդու և Ոգին Սրբով, Նեղուցյալ եմ Աստուծո, խոստովանի առաջի Աստուծո և Սրբով ու Աստվածածնին և առաջի քո հայցու, զամենայն մեղը զորգործյալ եմ, քանզի մեղախորհուրդ հո բանիվ և գործով, կամա և ակամա գիտությամբ և անգիտությամբ մեղած։ Աստված թողություն շնորհեցե։ Մեղա հոգովս և զորությամբ սորա, մտոքս և շարժմամբ սորա, մարմնովս և զգայությամբ սորա։ Մեղա զորությամբ հոգույս, խորամանկությամբ, անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեղությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերամտությամբ մեղած։ Աստված թողություն շնորհեցե։ Մեղա չար խորհրդով մտածս, նենգությամբ, ատելությամբ, խեթիվ, մախանով, հաճախանով, թուլությամբ, կոռնկական խորհրդով, արվական, իգական, անասնական, գրասնական, գազանական, իգիշերի և իտվնջան, երազական գիջությամբ և անրջական գար շախտեղությամբ մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցե։ Մեղա ցանկությամբ մարմնույս, հեշտությամբ, տղերգությամբ, հորանջմամբ քնով, շարժությամբ մարմնույս և զազրագործությամբ իպես աղբս, հեշտալերությամբ լսելիացս, առատությամբ աչացս, ցանկությամբ սրտիս, իգությամբ ռնգացս, պաշտությամբ վերանույս, անժշկալությամբ, շվայտությամբ և արբեցությամբ մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցե։ Մեղա չարաբանությամբ լեզվիս, ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդհնազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շոկմոկությամբ, քսու, դատարկաբանությամբ և ծաղուկ, զրախոսությամբ և հերձախոսությամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցե։ Մեղա գողությամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով և ընկար շսացելով մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցե։ Մեղա ամենայն հոտվածուկ շինվածույս և ամենայն անդամոք մարմնույս, հնգյակ զգայարանոքս և վեցեքի շարժմամփս, վերամբարձ ոտնահարությամբ և այրաքարշ մեղքությամբ, աչ և ահյակ խոտորելով, զառաջնոցը մեղանչելով և վերջնոցն չար նշավակ գոլով մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցե։ Այլև մեղա յոտնիցս հանցանով մահացու մեղով, հպարտությամբ և մասամբ նորի, նախանձու և մասամբ նորի, բարկությամբ և մասամբ նորի, ծլությամբ և մասամբ նորի, ագահությամբ և մասամբ նորի, որկրամոլությամբ և մասամբ նորի, բղջախողությամբ և մասամբ նորի մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցե։ Այլև մեղա ամենայն պատվիրանացն Աստուծո, հանձնարարելիացն և հրաժարելիացն, զի ոչ հանձնարարականսն կատարեցի և ոչ հրաժարելիացն հեռացա, զորենսարի և օրինացն հերգացա, ի կարգս Քրիստոնեության հրավիրեցա և գործովս անարժան գտա, գիտելով չարն կամավ կորացա և ի բարյաց գործոց ես ինձեն հեռացա, վայ, զորն ասեմ կամ զորը խոստովանիմ, իրանքիվ են հանցանքիմ, անասելի են անօրենությունքիմ, աններելի են ցավքիմ և անբժշկելի են վերքիմ, մեղա Աստված թողություն շնորհեցե։ Տեր Հայր, ըսքեզ ունիմ միջնորդ հաշտության և բարախոս արմիածին որդին Աստուծո, զի իշխանությամբ պտվոր տվյալ է քեզ, արձակեցես զիս, ի կապույց մեղածի մոց, աղաչեմ Քրիստոս։ Ողորմեցի ձեզ մարդասերն Աստված և թողություն շնորհեցե ամենայն հանցանած ձերոց, խոստովանացելոցն և մոռացելոցն։ Եվ ես կարգավս քահանայական իշխանության և հրամանավն Աստվածային, թեզոր արձակիցեք հետի եղիցի արձակյալ հելկինս, նովին բանիվն արձակեմս ձեզ ամենայն մասնակցութենը մեղած ձերոց, ի խորհրդոց, ի բանից և ի գործոց, անուն հոր և որդու և ողնույս սրբով, և դարձյալ տամս ձեզ ի խորհրդը սուրբ եկեղեցվո, զի զորինչ գործիցեք բարիս, եղիցի ձեզի բարեգործություն և ի փառս անդերձյալ կենացին, ամեն։
Տղամարդիկ